Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այսօր մենք զրուցելու ենք քաղաքագիտության պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս պարոն Ներսես Կոպալյանի հետ։ Ողջունում եմ պարոն Կոպալյան, շատ շնորհակալ եմ, որ կապվել եք մեզ հետ, ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Կոպալյան, Հայաստանում օգոստոսի 8-ից հետո 25 թվականի շատերը ասում են Հայաստանը մինչ օգոստոսի 8-ը եւ օգոստոսի 8-ից հետո, այժմ Վենցի այցից հետո եւս ես տեսնում եմ այդպիսի գրառումներ, որ համարում են, որ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի երկրի կյանքում եւ Հայաստանը մինչ Վենցի այցը եւ Վենցի այցից հետո են ասում, համաձայն եք արդյոք այդպիսի գնահատականի հետ եւ արդյոք ինչ որ կարեւոր հիմքեր դրվեցին, օրինակ շատ է ասվում, որ ոչինչ այդպես չստորագրվեց, հիմնականում ստորագրվեց այդ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնության, որ եկել են համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություն, բայց որևիցե համաձայնագիր չի ստորագրվել եւ այսպես թեման հետեւյալն է ինչ արդյունքներ մենք կարող ենք արձանագրել եւ ինչ հարցեր մնացին բաց համեցեք նայեք իհարկե ամբողջ տարածաշրջանի համակարգն է փոխվել ոչ թե միայն Հայաստանն եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները եւ Վենցի այցը ցույց տվեց որ մի փոքր տարածաշրջան որ երբեք կարևոր չի եղել արևմուտքին նամանավանդ աշխարհի ամենահզոր երկրի Միացյալ Նահանգներին բայց տեսանք որ այդ երկրի փոխնախագահան այսինքն աշխարհի երկրորդ ամենահզոր անձնակատարը այցելեց այս տարածաշրջանը սա արդեն դա տեղով ցույց է տալի, որ իսկապես ամբողջ դինամիկան տարածաշրջանի փոխվել է։ Եվ այո, Հայաստանը դարձել է այս փոփոխության, այս դինամիկայի անկյունակարը։ Այդ առումով պետք է նայենք ավելի լայն կառուցային տեսանկյունից եւ հասկանանք այն համակարգային փոփոխությունները, որ Հարավային Կովկասը ներկայիս ունի։ Եվ այդ փոփոխությունը սկսեց այո Հայաստանից, երբ որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները սկսեցին իրենց հարաբերությունները ամրացնել եւ հզորացնել։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հուշագիրները եւ ստորագրությունները որ ունենք, դա հիմքը ստեղծեցին, որ ունեցանք այդ այցը։ Բայց օգոստոսի 8-ից առաջ մոտարապես հունվարին, դեպի հունվարի վերջ 2020 թվականին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության օրակարգը կնքեցին եւ դա եղավ հիմքը, որը սկսեցինք բանակցությունները այս միջուկային էներգետիկայի հետ կապված, սկսեցինք բանակցությունները տնտեսական փաթեթների, բարեփոխումների, Միացյալ Նահանգների կողմից ինստիտուցիոնալ օգնությունների հետ կապված, այսինքն բազմաթիվ ծրագիրներ սկսեցինք երկու կողմը մշակել եւ աշխատել այդ օրակարգի վրա։ Օգոստոսի 8-ից հետո այո, ոչ թե միայն հարաբերությունների խորացան եւ զարգացան, բայց կարողացանք այդ օրակարգ, այդ ռազմավարական գործընկերության օրակարգը զարգացնենք այն մակարդակի, որ այդ ստորագրությունից առաջ անկարելի էր։ Այդ առումով, երբ որ Վենցը այցելեց, նայեք, եթե յուրաքանչյուրը հասելի է, որ շատ լուրջ բան չէր եւ շատ կարեւոր ստորագրություններ չի եղել, իրենք չեն հասկանում այս գործընթացները ոնց է կատարվում։ Մեր շատ հասարակ օրինակ տամ։ Այս միջուկային էներգետիկայի հասկացողությունը համաձայնությամբ Հայաստանը կնքեց Միացյալ Նահանգների հետ, սա հիմնված էր այդ 1-2-3 հասկացողության կամ համաձայնության ծրագիրը, որ Միացյալ Նահանգները ունի։ Աշխարհում միայն 26 երկիր են, որ ունեն այս հասկացողությունը, այս 1-2-3 համաձայնության հոդվածի համաձայնագիր է կոչվում, հա, 1-2-3 հոդվածի համաձայնագիր, այո, կարծես թե։ Հոդվածը մտնում է բանակցությունների ավելի լայն եզրույթի մեջ, բայց ինչն եմ կալի, միայն աշխարհում 26 երկիր ավարտել է այդ բանակցությունները եւ եկել է այդ 1-2-3 համաձայնության վերջնական կետին, որից հետո կնքել է այն ստորագրությունը, այն համաձայնությունը, որ Հայաստանը կնքեց։ Այսինքն մենք գտնվում ենք, այո, այդ ամբողջ աշխարհում 26 երկրներից մեկը, որը Միացյալ Նահանգները մեզ տալիս է այս տեխնոլոգիան,
թույլ է տալու, որ Հայաստանը կառուցի իր նոր ատոմական էներգետիկայի կարողությունները եւ դա հիմնված է ոչ թե վերջին տեխնոլոգիայի հետ, բայց գաղտնի տեխնոլոգիա, որ միացյալները ուրիշ երկրների հետ չի կիսվի։ Այսինքն թե յուրաքանչյուր սա հասկանում է, մենք ոնց կարող են ասեն, որ այստեղ լուրջ բան չեղավ եւ այս ստորագրությունները ոչ մի արդյունք չբերեցին։ Դա առաջինն է։ Երկրորդը, երբ որ սկսեցին քննարկել այս բանը Թրամփի ուղի հետ կապված թրիպի ծրագիրը, բոլորը ասում են, որ ոնց է ֆինանսավորվելու, ինչ է լինելու, սա արհեստական մի կոնցեպտ է, որ առաջարկում են եւ այլն եւ ոչ բան չի լինելու։ Այսօր ակնհայտ է, որ եւ Վանցի այցը ցույց տվեց, որ շատ լայն փաթեթներ են, ֆինանսական եւ տնտեսական փաթեթներ են ներկայիս կազմվում, ներդրողների թիմեր են կազմվում, ովքեր որ գալու են եւ սա իրականացնեն։ Այսինքն դա երկրորդ որոշումն եւ հասկացությունն էր, որ կարողացանք ապահովենք այս այցից։ Երրորդը, որը կարող իմ կարծիքով ամենակարևորներից մեկն էր, եւ դա պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգները ռազմական բարձր տեխնոլոգիա ծախեցին Հայաստանին։ Նայեք, բոլորս ովքեր որ աշխատում ենք այս ծրագիրների վրա, կլինի Washington DC-ում, կլինի Սպիտակ տան հետ, երբ որ շփումներ ունենք, կլինի State Department-ի հետ, եւ մենք շփում ունենք, բացառվում էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանին զենք կծախեր կամ ռազմական տեխնոլոգիա կտար։ 8 տարի, 10 տարի որ այս ծրագրերի վրա աշխատում ենք, արդյունք չկար։ Բայց տեսանք, որ վերջապես սա իրականացվեց։ Այսինքն այդ դուրը, որ բոլորը ոչ մեկի մտքից չէր անցնում, որ մի օր կբացվի, Վանցի այցից հետո բացվեց եւ Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանի Հանրապետությանը զենք ծախի եւ ռազմական բարձր տեխնոլոգիաներ ծախի, որը մենք այդ կարողությունը չենք ունենալու անցյալում գնել։ Նույն ժամանակ տեսնում ենք, որ այն տեխնոլոգիան, որ Միացյալ Նահանգները Հայաստանին ծախեց, Ադրբեջանը դա չի ստացել։ Եվ Ադրբեջանը նոր պետք է սկսի բանակցությունների գործընթացը եւ պետք է տեսնենք դա ինչքան ժամանակ է տևելու, մինչեւ իրենք հասնեն այս նպատակին։ Բայց ակնհայտ է, որ մենք հասանք մեր նպատակին եւ այս այցով դա իրականացվեց։ Այսինքն եթե այդ առումով թե նայում ենք էներգետիկայի ոլորտով, անվտանգության, ռազմական ոլորտով, ենթակառույցների եւ այս թրիփի ծրագրի հետ կապված ահագին առաջադիմումներ են ունեցել եւ կոնկրետ արդյունքներ են ունեցել։ Այդ առումով իմ համար մի քիչ անհասկանալի է, երբ որ մեկը փորձում է ասի, որ այս այցը արդյունք չբերեց կամ արհեստական մի երևույթ է։ Պարոն Կոպալյան, երկու հարց։ Դուք նշեցիք, այո, որ վաճառեցին ռազմական տեխնոլոգիա, Փաշինյանն էլ ասեց, բացվել է Հայաստանի Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ուղին։ Հայաստանը մատակարարվում է ամենաժամանակակից հետախուզական սարքավորումներով։ Դուք ասացիք, դա աննախադեպ էր, դուք 8 տարի աշխատում եք այդ ուղղությամբ։ Ինչը փոխվեց։ Ինչու այդպիսի որոշում կայացվեց Միացյալ Նահանգների կողմից, չէ՞ որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ։ Դա խոչընդոտ է եղել եւ ինչու այժմ այդ գործոնը չխափանեց այդ համագործակցության սկիզբը։ Բացատրեմ։ Երբ որ Հայաստանը ռազմավարական գործընկերության օրակարգը կնքեց Միացյալ Նահանգների հետ, դա փոխեց դինամիկան։ Այսինքն Միացյալ Նահանգները արդեն սկսեց Հայաստանին ընդունել ըստ Միացյալ Նահանգների օրենքներով այլ տեսակի գործընկեր եւ ոչ թե միայն ունենք ինչ որ մենք ունենք դրանից առաջ։ Այսինքն ռազմավարական գործընկերության օրակարգը արդեն թույլ տվեց, որ մենք սկսենք ավելի կոնկրետ եւ ավելի ամուր ձևի ձգտենք մեր պահանջները եւ մտնենք բանակցությունների մեջ։ Դա առաջինն էր։ Երկրորդը այս մեծ շրջադարձը դեպի արևմուտք եւ այն խորը հարաբերությունները, որ մենք ամեն Միացյալ Նահանգների հետ կառուցեցինք։ Եթե անցյալում, ոնց որ նշեցի, մենք փորձում ենք գնանք այստեղ պաշտպանության նախարարություն եւ յուրաքանչյուրի դուռը խփենք եւ ասենք կարող ենք այս հարցը շուրջ խոսենք, բոլոր դուռները Հայաստանի համար փակ էր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը համարվում էր որպես ռուսական գաղութ։ Պետք է ազնիվ լինենք։ Այո, բայց մեր նոր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի ռազմավարության միջոցով մենք դա փոխեցինք, այս ռազմավարական գործընկերության օրակարգի միջոցով դա փոխեցինք, բայց այո, ամենամեծ դերակատարը, ամենամեծ իրադարձությունը, որ թույլ տվեց հասնենք ուտեղ որ մենք հասանք, դա օգոստոսի 8-ի Վաշինգտոնի համաձայնություններն էին։ Դրանից հետո Միացյալ Նահանգները հասկացավ, որ ամենակառուցողային
դերակատարը Հարավային Կովկասում, ամենաառողջ ժողովրդավարություն ունեցող համակարգը Հայաստանում եւ ամենա հավատարիմ գործընկերը Հայաստանում Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում դա Հայաստանն է։ Երկրորդը, ինչ որ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Հայաստանը իր անդամությունը ՀԱՊԿ-ի մեջ սա ակնհայտ է, սառացրել է եւ դա Միացյալ Նահանգների համար բավարար է։ Այսինքն Միացյալ Նահանգները հասկանում է, որ Հայաստանը de facto այլևս ՀԱՊԿ-ի անդամ չէ։ Այո, դե ժուր թուղթի վրա անդամ է, բայց երբ որ Հայաստանը չի մասնակցում ոչ մի ծրագիրներով ՀԱՊԿ-ի, հանդիպումներին, ֆինանսական ծրագիրներին եւ այլն, արդեն Միացյալ Նահանգների համար շատ ակնհայտ է, որ Հայաստանը այստեղ այլևս ՀԱՊԿ-ի անդամ չի։ Երկրորդը երևի բանը անցյալում սա գաղտնիք է, բայց ներկայիս կարող եմ ես կիսվել, երբ որ Հայաստանը սառացրեց իր անդամությունը ՀԱՊԿ-ում, սա Բայդենի վարչակազմի տակ էր։ Եվ այդ ժամանակ քննարկում էր Հայաստանը, որ ճիշտ կլինի, եթե ամբողջովին ելնի ՀԱՊԿ-ից եւ ոչ թե միայն սառացնի։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի ղեկավարը Ջեյք Սալիվանը Բայդենի վարչակազմում Հայաստանն ասաց, որ դա պետք չէ դուք ներկայիս անեք, որովհետեւ դա ավելի լարվածություն կստեղծի Ռուսաստանի հետ եւ եկեք չդիմենք այն քայլերին, որը Վրաստանը արեց Սաակաշվիլիի ժամանակ։ Այսինքն Միացյալ Նահանգները հասկացրեցին, որ անդամը, որպեսի անդամ սառացնելը մեր համար բավարար է, դուք de facto արդեն ելել եք ՀԱՊԿ-ից, որտեղ դուք անդամ չեք, միայն անունով եք անդամ։ Այո, եւ եթե անցյալում յուրաքանչյուր պահին ռուսական ռազմական ներկայացուցիչները կարող էին մտնել Հայաստանի յուրաքանչյուր զորամասում եւ վերցնեին այն տեխնոլոգիան, որ իրենց համար կարեւոր էր, կամ ունենային հասարակություն յուրաքանչյուր մեր ռազմական գաղտնիքներից, դա ներկայիս բացառվում է։ Այս տեսակի փոփոխություններն էին, որ Միացյալ Նահանգները համոզվեցին եւ հասկացան, որ Հայաստանը իսկապես այլևս ՀԱՊԿ-ի անդամ չի եւ ունեն այն վստահությունը մեր հանդեպ, որ ծախեն մեզ այս բարձր տեխնոլոգիաները։ Փաստորեն թե Միացյալ Նահանգները այդ վստահությունը ունեն, դա շղթայաբար կգնա եւ Եվրամիության անդամներին, կարծում եք արդյոք այլ երկրների եւս, որտեղ մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիան կարծես թե սառեցրեց, կանգնեցրեց մի գործընթաց, էլի նույն մտավախությամբ, որ եթե Հայաստանին մենք աջակցենք, Հայաստանին ինչ որ բան տրամադրենք, չի բացառվում, որ դա ընկնի Ռուսաստանի ձեռքը։ Միացյալ Նահանգները բացեցին այդ ճանապարհը, այդ վստահության։ Կարող եմ ասեմ Ֆրանսիան բացեց, բայց այո, ձեր հարցավլի կոնկրետ ձևի պատասխանեմ, Եվրոպան նամանավանդ անվտանգության եւ ռազմական ոլորտում իրենք միշտ հետևում են այն քայլերը, որ Միացյալ Նահանգներն են տենում եւ կոպիտ ասած Միացյալ Նահանգների կանաչ լույսը միշտ կարեւոր է եղել։ Այդ առումով որ Միացյալ Նահանգները այս առաջին քայլը վերցրեցին, սրանից հետո մեր համար ավելի հեշտանալի է։ Եվ նկատի ունենք միայն, ասենք, զենքերի զինամթերքի, բայց բարձր տեխնոլոգիաների։ Իտալիայի դինամիկան մի քիչ տարբեր է, չեմ ուզում շատ խորանամ դրա մեջ, այնտեղ Ադրբեջանի լոբինգը կար, Ադրբեջանի ազդեցությունը կար, Ադրբեջանը արդեն ահագին նավթ է ծախում Իտալիային եւ Իտալիայի շահերը բխեցին, իրենք կառավարեցին շրջակայքում ռազմավարություն եւ ժամանակավոր սառացրեցին այդ գործընթացը, ոնց որ դուք նշեցիք։ Եվ իրենք օգտագործեցին այն պատճառը, որը դուք նշեցիք։ Բայց այո, Միացյալ Նահանգների այս քայլից հետո մեր բոլոր Եվրոպայի գործընկերները պատրաստ են մեզ սկսել ծախել այն տեխնոլոգիան, որ մեզ պետք է։ Բայց ազնիվ եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա, այո, գնի այն բաները Միացյալ Նահանգներից, որ մեզ պետք է, Միացյալ Նահանգների զինտեխնիկայից ավելի բարձր մակարդակի եւ ավելի զարգացած զինտեխնիկա չկա։ Այդ առումով մենք միշտ հենվում էինք, փորձում ենք Եվրոպայից մի բան առնենք, որտեղ Միացյալ Նահանգների դուռները փակ էին։ Բայց որ այս դուռը բացվեց, արդեն մեր համար շատ բան փոխվեց։ Դե այո, իհարկե զինտեխնիկան դուք նշում եք Միացյալ Նահանգներինը շատ բարձր որակի են, բայց այստեղ մենք խոսում էինք վստահության, Հայաստանին որպես երկրի վստահության մասին, որը կարծում եք, որ այս ուղղությամբ ինչ որ առաջընթաց ունենք։ Բաց մնացած հարցերից է ներող եղեք, ես անպայման այս հարցը եւս պետք է ուղղեմ ձեզ։ Մոդուլային այդ ռեակտորների հարցն է, ատոմականների հարցն է, հարց են բարձրացնում, որ որևիցե տեղ դեռևս տեղադրված չի, տեղակայված չեն այդպիսի մոդուլային ռեակտորները, ատոմականները եւ Հայաստանը օգտագործվում է այստեղ որպես փորձատեղի, հա։
Ասում ես ֆիզիկոս չեմ, միջուկային ֆիզիկայի մասնակից չեմ, բայց կասեի, որ այդ փոքր մոդուլային ռեակտորները ներկայիս արդեն Կանադայում փորձեր են լինում։ Դրա համար ովքեր որ ասում են Հայաստանին օգտագործել են որպեսի փորձի դաշտ եւ այլն, դա բացառվում է, դա առաջինն է։ Մենք ներկայիս արդեն հասկանում ենք, որ այն փորձումները, որ Կանադայում անում են, արդյունավետ է եղել եւ այդ առումով Հայաստանը առաջին երկիրը չի լինելու, հակառակը Հայաստանը ստանալու է այն մակարդակի տեխնոլոգիան, որը արդեն փորձված է եւ շատ ճիշտ ձևի աշխատում է։ Բայց նույն ժամանակ պետք է հասկանանք, որ այս փոքր մոդուլային ռեակտորները ցանկ 10 տարի են տևելու, որ կառուցեն։ Նույնիսկ չի, որ վաղը գարու են եւ 2-3 տարում լինելու է, այսինքն սա 10 տարվա լայն ծրագիր է։ Եվ թե յուրաքանչյուր այս ոլորտի մասնագետը այո, եւ խոսում է այս թեմաների շուրջ, ոնց որ դուք նշեցիք, եւ նա ազնիվորեն չի ասում, որ 10 տարում շատ տեխնոլոգիան շատ արագ ձևի կզարգանա, արդեն ակնհայտ իրենք անազնիվությունով են զբաղվում։ Բայց նորից նշենք, որ կլինի Կանադայում, կլինի տարբեր երկրներում արդեն ահագին առաջադիմում կա, փորձման փուլերը անցել են եւ այդ հիմնված այդ իրադարձության վրա, որ Հայաստանը համաձայնվեց փոքր մոդուլային ռեակտորներ ունենա։ Պարոն Կոպալյան, եւս մեկ խնդիր առաջացավ այցի հետ կապված, դուք գիտեմ հրաշալի տեղեկացված եք, ամբողջ հայություններ հետևում այդ զգալի շատ զգայուն թեման է դա ցեղասպանության հուշահամալիր այցը եւ այնուհետեւ թե ինչ տեղի ունեցավ։ Իմ հարցս հետեւյալն է, չէ՞ որ Վենսի այցը նախապատրաստում էին։ Հրաշալի գիտեին, որ ցանկում պետք է լինի ցեղասպանության եւ թանգարան եւ հուշահամալիր այցը եւ կարծում եմ նման դեպքերում, եթե սխալվում եմ, դուք ինձ ուղղեք, նախապես էլ կարող էր պատրաստ լիներ այդ press release-ը, որը հրապարակվեց կամ տեղադրվեց այդ լուրը, որ Վենս այցելել է ցեղասպանության հուշահամալիր եւ կամ ընդունվեր այդ ձևակերպումը դրվեր կամ չդրվեր, բայց ինչու դրվեց եւ հետո հանվեց, դա ավելի ցավոտ է, քան եթե իրենք պարզապես ասեին, օրինակ եմ ասում, եթե չէին ուզելու, ասեին 1915 թվականի զոհերի հիշատակը գնաց եւ ասենք, չգիտեմ, պատվեց։ Ինչ տեղի ունեցավ, պարոն Կոպալյան։ Ես ձեր հետ համաձայն եմ եւ բացատրեմ ոնց եղավ եւ ներկայիս իրանք ունեմ մի քանի գաղտնիքներ։ Իսկ գաղտնիք ասելով այն բաները, որ հրապարակված չեն։ Առաջին ես համաձայն եմ, որ սա անընդունելի էր, երբ որ իրենք նշեցին սոցիալական ցանցերով, որ այցելել են Ծիծեռնակաբերդը, մեր ցեղասպանությունը այստեղ նշել են այդ բառը եւ հետո փոխեցին։ Նայեք, Վենսի վարչակազմը եւ State Department-ը իրար հետ առողջ կապ չէին հաստատել այս հարցի շուրջ։ Դրա համար Վենսի սոցիալական ցանցի թիմը, իր կոմունիկացիայի թիմը, երբ որ իրենք հրապարակեցին, իրենք չէին ստուգել State Department-ի հետ։ Այդ առումով իրենք ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով էին զբաղվել։ Երբ որ իրանք գիտակցեցին, որ իրանք ծրածը սխալ է, եւ State Department-ը իրենց տեղեկացրեց, որ դուք իրանք չունեք այդ բառը օգտագործեք, որովհետեւ նախագահ Թրամփը այդ բառը չի օգտագործում եւ ներկայիս Միացյալ Նահանգների դիրքորոշումը սա է, փոխնախագահան իրավունք ունի հակասի նախագահի դիրքորոշումը։ Սա էր այդ բառակցությունը, այդ խնդիրը որ ունեցան։ Նորից եմ ասում, մեր համար սա անընդունելի է եւ իսկապես շատերս բարկացել ենք, բայց պետք է հասկանանք, որ տենց եղավ։ Ձեր հարցի առաջին մասը բացատրեմ, երբ որ Վենսը պատրաստում էր Հայաստան այցելել, սա գաղտնիք չի, ես օգնեցի իրենց աշխատակազմին, որ օրակարգը կառուցենք։ Եվ Վենսը պետք է այցելեր Գեղարդ եւ փորձում էինք հույս ունենք, որ նա նույն ժամանակ այցելեր Ջերմուկ, բայց եթե Ջերմուկը չստացվեր, Գեղարդը նախատեսել էինք։ Բայց որ եղանակները անձրևային էին եւ հարմար չեն եւ իր անվտանգության թիմը ճիշտ չհամարեց, վերջի րոպեին որոշեցին, որ ավելի ճիշտ կլինի գնալ Ծիծեռնակաբերդ եւ ոչ թե Գեղարդ կամ այլ տեղ։ Այդ առումով իր կոմունիկացիայի թիմը այս նյուանսներից տեղեկացված չէր։ Եվ երբ որ իր կոմունիկացիայի թիմը ճիշտ կոմունիկացիա չէր արել State Department-ի հետ, ունեցանք ինչ որ ունեցանք։
Ես շատ մանրամասն ձևով բացատրում եմ, որ որը հասկանան, սա տեխնիկական սխալ էր եւ այո, տգետությունն էլ իր կոմունիկացիայի թիմից իր աշխատակազմի այդ տգետությունն էլ այդ երիտասարդների կողմից դեր տարավ, բայց այստեղ քաղաքական նպատակ չկար։ Այո, որովհետեւ այս այցը այնքան արդյունավետ էր եւ այնքան իրենք PR-ով էին զբաղվում, իրենց սա պետք չէր։ Բայց ցավոք սրտի 1-2 երիտասարդի սխալով ունեցանք այս անարխոժությունը եւ սա է ներկայիս պահը։ Պարոն Կոպալյան, այսպես է ստացվում, որ արարողակարգային պրոտոկոլային չէր այդ այցը, հա, Ծիծեռնակաբերդ փաստացի։ Այո, այսինքն իրանց քննարկման մեջ կար, որ կարող է գնալ Ծիծեռնակաբերդ, եթե ժամանակը թույլ տա, բայց երբ որ իրանք մեկնեցին Միացյալ Նահանգներից Միլան, հետո Միլանից գնալու են Հայաստան, վերջնական որոշված չէր։ Այն մնացած նյուանսները ես այնտեղ չեմ, իրանց թիմի անչափ կարող եմ ասել որոշումը ոնց կայացրեց, բայց այո։ Եվ այո, դուք ասում եք ամբողջ հայությունը վրթովվեց դրանից, բայց այստեղ հարց է բարձրանում, նույն հարցը բոլորը իրար տալիս են։ Արդյոք սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական լոբին կամ թուրք-ադրբեջանական կողմի ազդեցությունը Վաշինգտոնի վրա մեծ է, նրանք լծակներ ունեն, որ կարողացան կասեցնել այդ ցեղասպանություն բառի, այսպես ասած ներկայությունը սոցցանցերում։ Այդպիսի մեծ ազդեցություն եւ լծակներ կա թուրք-ադրբեջանական կողմից դեպի Վաշինգտոն։ Ադրբեջանական կողմից ոչ, բայց թուրքական կողմից իհարկե, սա նորություն չի։ Դրա համար Հայաստանը հայկական լոբին Միացյալ Նահանգներում դասական լոբին միշտ պարտվել է Վաշինգտոնում, որտեղ իրենք ճիշտ աշխատանք չեն տարել եւ թուրքերը միշտ հաղթել են հայերին կամ սփյուռքահայերին, սա է խնդիրը։ Բայց իսկապես սա նորություն չի, այո, Թուրքիան ունի ահագին ազդեցություն State Department-ում, որտեղ Թուրքիան համարվում է Միացյալ Նահանգների անվտանգության տեսանկյունից շատ կարևոր գործընկեր, նամանավանդ այդ տարածաշրջանում։ Նա ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդ ամենահզոր բանակ ունի ՆԱՏՕ-ում։ Մենք պետք է սա շատ ազնիվ լինենք։ Այդ առումով, այո, Թուրքիան ունի այն ազդեցությունը, որը նա միշտ է ունեցել։ Բայց այս պահում նես չի, որ Էրդոգանը կամ իրենց արտգործնախարար Ֆիդանը զանգել է Վանցին եւ ասել է ջնջեք եւ հանեք սոցիալական ցանցից ոչ։ State Department-ի դիրք որոշումը նա է, որ եթե երկրի նախագահան չի ճանաչում ցեղասպանությունը, ոչ մի ինստիտուցիա իրավունք չունի ինքն իրան որոշում կայացնի։ Հիմա հարցը հետեւյալն է. ինչու Միացյալ Նահանգների նախագահան այդ որոշումն է կայացրել, որ ներկայիս նա պատրաստ չի ցեղասպանությունը ճանաչել։ Եվ այո, իրենց տեսանկյունից այն ռազմավարական շահերը որ ունի Միացյալ Նահանգները եւ այն հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ եւ այն կարեւորությունը Թուրքիան որ ունի այս վարչակազմին, կլինի Իրաքի մասշտաբով, կլինի Սուրիայի մասշտաբով եւ այլն, իրենց որոշումը նա է, որ պետք չէ մտնեն հակամարտության Անկարայի հետ այս հարցով։ Երկրորդը Թուրքիան ներկայիս ահագին ճշմարտակ է Միացյալ Նահանգների կողմից, որ նա սահմանը բացի Հայաստանի հետ։ Այս Ղարս-Գյումրի ճանապարհը շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար եւ այս ամբողջ ճակիների մասին, որ մենք խոսում ենք Հայաստանում, կլինի TRIP-ը, կլինի ապաշրջափակման ամբողջ ռազմավարությունը, Թուրքիան շատ կարևոր դերակատար է։ Միացյալ Նահանգների տեսանկյունից, եթե մենք ուզում ենք կարողանանք դիվանագիտական մասշտաբով եւ ճշմարտ մասշտաբով, բայց փափուկ ճշմարտ մասշտաբով Թուրքիային հասկացնենք, որ իրենք պետք է սահմանները բացեն, չեն կարող մի կողմից զբաղվենք այդ տեսակի աշխատանքով, բայց մյուս կողմից խոսանք ցեղասպանության մասին, որը Էրդոգանը օգտագործել է որպեսի գործիք, որ ամբողջովին փլուզի կամ խոչընդոտի այս բոլոր աշխատանքները տարել ենք։ Այդ տեսանկյունից Միացյալ Նահանգները համարում էր ապակառուցողային, երբ որ ընկնում ես ռետորաբանության հետևից, իրանց տեսանկյունից եւ ոչ թե զբաղվում ես կոնկրետ աշխատանքով։ Եթե այդքանը հասկանում ենք, տեսնում ենք, որ ակնհայտ է, որ ոչ թե X թուրքական լոբիստներն են եղել կամ Թուրքիայի կառավարությունն է եղել, բայց Միացյալ Նահանգները հասկացել է, որ եթե մենք այս կողմից ճնշում ենք դնում իրանց վրա, որ Հայաստանի սահմանը բացեն, բայց այն կողմից ունեցան այն խնդիրը, որ Վենցի հայտարարությունը արեց, այստեղ հակասություն կա։ Իրենք որոշեցին, որ եկեք այս հարցը սենց լուծենք, այո,
եւ շարունակենք ճնշումը դնել, որ տեսնենք Թուրքիան ոնց է բան անելու ճանապարհը բացելու։ Եթե վանց ասել գիտես ինչ կա, արել եմ, լավ եմ արել, սա իմ անձնական որոշումն է եւ սենց է լինելու, բոլորս ակնհայտ է, որ Թուրքիան դա վերցնելու էր եւ ասել, եթե տենց է, դե մոռացեք, մենք այլևս ոչ մի բան չենք անելու, գնացեք ձեր գլխի ճարը գթեք։ Դա լուծում չի, դա մեր համար ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու։ Շնորհակալ եմ, գովազդենք հայտարարում եթերում, պարոն Կոպալյան, մի քանի վայրկյան հետո կվերադառնանք մեր զրույցին։ Սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ, դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքագիտության պրոֆեսոր Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս պարոն Ներսես Կոպալյանի հետ։ Պարոն Կոպալյան, հաղորդման ամենասկզբում ես ասացի, որ շատերի բնորոշմամբ ժամանակահատվածները իրենց կարևորությամբ այն ինչ հիմա կատարվում է, կարող են կիսել այն ինչ եղել է Հայաստանում մինչ օգոստոսի 8-ը կամ մինչ Վենսի այցը եւ օգոստոսի 8-ից հետո եւ Վենսի այցից հետո, բայց կարելի է ասել, որ ոչ միայն դա Հայաստանին է վերաբերում, այլ նաեւ ամբողջ Հարավային Կովկասին եւ գուցե եւ տեսեք շատ աննախադեպ էր Հայաստանում Իրանի դեսպանի ձևակերպումը, վերջին ձևակերպումը հետեւյալն է. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման տարանցիկ ներուժի զարգացման կարևորությունը նա ընդգծեց եւ ասաց, որ խաղաղությունն ու բարեդրացական հարաբերությունները Հարավային Կովկասում կայունության բանալին են։ Սա էլ այսպես անուղղակի Թրամփի
ուղի նախագծի մասին է։ Եվ այսպես վերադառնում ենք Միացյալ Նահանգների եւ Հայաստանի տվյալ դեպքում կարելի առանձին դիտարկել շահերի համընկնմանը այս ժամանակահատվածում այս բոլոր նախագծերի շրջանակներում եւ ինչու՞ չէ ինչ է տեղի ունենում Հարավային Կովկասում իսկապես ամբողջ այս տարածաշրջանը կարելի է դիտարկել մինչ թեկուզ Վենսի այցը կամ մինչ այս վերջին իրադարձությունները եւ այս իրադարձություններից հետո համեցեք։ Այո, կարող ենք այնց ներկայացնել եւ կասեի, որ Իրանի հետ կապված Իրանը չի համարվում բնականաբար Հարավային Կովկասի մի մաս, բայց Հարավային հարևանն է եւ շատ կարեւոր դերակատար է։ Ներկայիս Իրանի այո դեսպանը հայտարարեց ինչ որ նա հայտարարեց, որովհետեւ Իրանը շատ մտահոգված է, որ կարող է Միացյալ Նահանգները իրենց վերեն հարձակվել։ Դրա համար հիմա ահագին փակ բանակցություններ է գնում եւ Թեհրանը շատ խելացի ձևի հասկացավ, որ պետք չէ հակամարտության մտնեն այս վարչակազմի հետ։ Եվ իրենք հասկացան, որ այս վարչակազմի արտաքին քաղաքականությունը հիմնված է իսկապես էսկալացիայի վրա։ Դրա համար եթե իրենք դա թույլ տան, Թրամփի վարչակազմը կդիմի էսկալացիայի վրա եւ կունենանք պատերազմ։ Եվ Իրանը շատ հստակ ձևի հասկանում է, որ իրենք չունեն այն կարողությունը, որ դիմադրեն այդ հարձակումների վրա։ Դրա համար իրենք իրենց ամբողջ որոշումը փոխել են եւ այո, եթե մոտարապես 3-4 ամիս առաջ իրենց մոտեցումը այդ Թրամփի ուղի հետ կապված մի քիչ անորոշ էր կամ իրենց ավելի ծայրահեղ թևը կոնսերվատիվ թևը մի բան էր ասում, բայց ավելի իրենց մյուս թևը մի քիչ ավելի մեղձեր էր վերաբերվում, այսօր տեսանք, այսքան որ տեսանք, որ իրենք որոշեն ավելի կառուցողային մոտեցում ունենան եւ իրենք հասկանում են տարածաշրջանի կայունությունը եւ կարգավորման ամբողջ գործընթացը հիմնված է այն աշխատանքների վրա, որը Միացյալ Նահանգները ներկայիս ստանում է։ Եվ այո, Իրանը հասկանում է, որ եթե ունենաս ապասահմանափակում տարածաշրջանում, եթե ունենանք տնտեսական աճ եւ կայունություն, բնականաբար իրենց համար էլ է սա դրական, որտեղ իրենց համար պետք է, որ իրենց հյուսիսի հետ ունենան առողջ տնտեսական հարաբերություն եւ ունենան այն տրանսպորտի ճանապարհները, որը իրենց շահերը բխում են։ Այդ առումով տրամաբանական է, որ Պարսկաստանը գնացել է ավելի, ասենք ասենք, մեղմ մոտեցման։ Բայց Գամ ձեր հարցին, իհարկե, Հարավային Կովկասի ամբողջ համակարգը, ոնց որ ես սկզբից նշեցի, փոխվել է, որովհետև ուժային կոնֆիգուրացիան է փոխվել։ Այսինքն, երբ որ մինչև Հայաստանի շրջադարձը եւ մինչև Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանը գտնվում է տարածաշրջանի հեգեմոնը, յուրաքանչյուր տարածաշրջանում, երբ որ հեգեմոնի կարողությունը եւ հզորությունը նվազում է եւ այլ դերակատարը այլևս հեգեմոնը չի եւ դառնում է տարբեր դերակատարներից մեկը եւ նույն ժամանակ նոր դերակատար է մտնում տարածաշրջան որպեսի նոր հեգեմոն բնականաբար ամբողջ այդ համակարգը փոխվելու է։ Մենք ներկայիս սա ենք տեսնում, որ Ռուսաստանի կարողությունը, ազդեցությունը նվազեց, ոչ թե ամբողջովին բացառվում է եւ իրենք չունեն կարողություն, ոչ, բայց Ռուսաստանը այլևս տարածաշրջանի ամենահզոր դերակատարը չի։ Եվ նոր հզոր դերակատարը դա Միացյալ Նահանգներն է։ Եվ երբ որ ունենում ես նոր հեգեմոն, այս նոր հեգեմոնը սկսում է այդ համակարգը, տարածաշրջանի համակարգը վերակառուցել։ Դրա համար ենք տեսնում այս դինամիկ փոփոխությունները։ Այդ առումով մենք նույն ժամանակ տեսնում ենք, որ ինչու Ադրբեջանը իր պահելաձևը փոխեց։ Երբ որ Ալիևի վարչակազմը մինչև օգոստոսի 8-ը, այո, զբաղվում էր այն արտաքին քաղաքականությունով, այն սադրանքի ռազմավարությունով եւ այն հակամարտությունով, տեբական հակամարտություն պահպանելու ռազմավարությունով, իրենք այլևս դադարեցրել են դա։ Ոչ թե ամբողջովին, բայց տեսնում ենք, որ իրենք խուսափում են այդ տեսակի ռետորաբանությունով կամ այն ռազմական քայլերի դիմեն, երբ որ իրենք անցյալում դիմում էին։ Ինչու՞, որովհետև տարածաշրջանի համակարգը փոխվել է։ Այսինքն այն բաները, որ Ռուսաստանի շահերը բխում էին եւ Ռուսաստանը համագործակցում էր Ադրբեջանի հետ, թույլ էր տալի, չէր թույլ տալի, կարևոր չէ որ ինչը որն էր, դա փոխվել է։ Ներկայիս Միացյալ Նահանգներն է ամենահզոր դերակատարը եւ այս համակարգը, որ Միացյալ Նահանգները ստեղծել է այս տարածաշրջանին կամ ստեղծման գործընթացը սկսել է, սա պահանջում է ապաշրջափակում, այո, փոխկապակցություն, տնտեսական աճ եւ այլն եւ այլն։ Այդ առումով բնականաբար բոլոր դերակատարների պահելաձև եւ մոտեցումը փոխվել է։ Դրա համար ուրիշ ձև իրենք այլ ընտրանք չունեն, կամ պետքա հելնեն հակամարտության նոր հեգեմոնի դեմ, որը
անկարելի է, կամ պետք է ենթարկվեն եւ ձևեր գտնեն, որ ոնց իրենց քաղաքականությունը եւ իրենց շահերը համապատասխանի այս նոր համակարգի եւ այս նոր հեգեմոնի հետ։ Դրա համար Ադրբեջանը ներկայիս սկսել է խոսալ տնտեսության մասին, տրանզիտ ճանապարհների մասին եւ ոչ թե պատերազմի մասին։ Ալիևը ներկայիս խոսում է խաղաղության մասին եւ հպարտանում է, որ ոնց է 6 ամիս Հայաստան եւ Ադրբեջանը գտնում խաղաղ իրավիճակի մեջ։ Հիմա բնականաբար մենք չենք կարող ամբողջովին վստահենք Ալիևին, մենք գիտենք ինքը ինչ է, բայց դա ուրիշ քննարկման թեմա է։ Իմ միտքը որն է, որ երբ որ համակարգային փոփոխություն է լինում, այն դերակատարները, որ գտնվում են այդ համակարգի մեջ, իրանց մոտեցումը, իրենց պահելաձևներ է փոխվում։ Նույն բանը տեսնում ենք Վրաստանի կողմից, օրինակ։ Վրաստանը շատ մտահոգված է, որտեղ իրենք դուրս են մնում այս նոր իրադարձություններից։ Այո, անցյալում եթե Արևմուտքի համար Վրաստանը ամենակարևոր դերակատարն եւ անկյունակարն էր, իրենք այլևս այդ դերը չունեն, որտեղ համակարգը փոխվեց եւ հիմա ներկայիս Հայաստանն է դառնում այդ դերակատարը եւ Վրաստանը գտնում է իրեն նեգոսացված իրավիճակի մեջ։ Իրանք էլ են փորձում ամեն ինչ անեն, որ ներգրաված լինեն եւ կապ հաստատեն Միացյալ Նահանգների հետ, ոչ թե որ միայն, չգիտեմ, Թրամփի սիրտը գրավեն, ոչ, որտեղ իրենք էլ են հասկանում, որ տարածաշրջանի համակարգը փոխվել է եւ եթե իրենք կարողանալու են դիմակային եւ առաջադիմ են եւ ունենան արդյունաբերություն այս տարածաշրջանում, իրենք ուրեմն պետք է իրենց շահերը պետք է համապատասխանի այս նոր համակարգի օրենքների հետ։ Շնորհակալ եմ, կարող է գալ մի պահ, երբ այդ ձևակերպումը կամ հասկացողությունը հարավային Կովկաս փոխվի, որովհետև տեսեք, մենք խոսում ենք Իրանի մասին, դա հարավային Կովկաս չէ, Թուրքիայի մասին, բոլոր այս երկրները նույն այդ նախագծերի հետ կապված, նրանք առնչություն են ունենում։ Եվ ինչ էր հարավային Կովկաս հասկացողությունը, դա Խորհրդային Միության Անդրկովկասն էր, այսինքն Ռուսաստանի համար այս մեր 3 հանրապետությունները Վրաստան, Ադրբեջան, ներողություն, Վրաստան, Ադրբեջան, Հայաստանը Ռուսաստանի համար են հարավային Կովկաս։ Կարող է գալ մի պահ, երբ որ ռեգիոնը մի քիչ ավելի լայն դիտարկվի, ինչ որ այլ ձևով։ Եթե այո, տեսեք, դուք էլ ասացիք, ես կանդրադառնամ այդ հարցին։ Դուք ասացիք, Կարս-Գյումրի ճանապարհը շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Կարսը այժմ Թուրքիայում է, Գյումրին Հայաստանում է։ Ինչպես են դիտարկում Միացյալ Նահանգներում այս տարածաշրջանը, ինչպես կարող են դիտարկել, թե չէ շատ նորմալ է հարավային Կովկաս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, գուցե ես սխալվում եմ։ Չէ, նայեք, ներկայիս այո, ունես տարածաշրջան, որ ամբողջովին ինտեգրված չէ Եվրազիայի մեջ։ Եվ դրա համար, որ մի մակարդակի մեգուսացված է Եվրազիայից, դրա համար մենք ասում ենք հարավային Կովկաս։ Բայց այո, եթե ասենք Հայաստան-Թուրքիա սահմանները բացվի եւ այդ ճանապարհները բացվեն եւ առևտուր եւ այլն լինի եւ տնտեսական ինտեգրում լինի, բնականաբար արդեն լայնանում է հարավային Կովկասը։ Միացյալ Նահանգների նպատակը, որ հարավային Կովկասը ներգրաված լինի այս իրենց միջանցքի middle corridor, միջանցքի լայն ռազմավարությանը։ Եթե դա իրականացվեց եւ այս trip-ի ուղի զուտ նպատակը դա է, որ այս փոքր տարածաշրջանը ներգրաված լինի ավելի այս շատ լայն աշխարհաքաղաքական ծրագիրների։ Այդ ժամանակ հարավային Կովկասը կկազմի այս լայն Եվրազիայի տարածաշրջանի մի մաս։ Բայց որ երկար ժամանակ, ոնց որ դուք նշեցիք, հարավային Կովկասը գտնվում էր այո, Ռուսաստանի ազդեցության գոտի տակ եւ դա դարձավ բռնապետական գոտի ժամանակի մեջ, Հայաստանը չէր կարող արտաքին քաղաքի հետ շփվել, եթե իրավունքը չէր ստանում Մոսկվայից, Ադրբեջանի կարողությունը սահմանափակված էր, մինչև Ալիևը կարողացավ Թուրքիային օգտագործի, որ մի ձևի զսպի Ռուսաստանին, եւ Վրաստանը գնաց դեպի արևմուտք, բայց հետո հասկացանք, որ իրենց ներքին քաղաքական անկայունությունը կանգնացրեց այդ շրջադարձը։ Այդ առումով այո, Ռուսաստանը թույլ չէր տալի բանը հարավային Կովկասը ներգրաված լինի ավելի լայն process-ների եւ գործընթացների, բայց ներկայիս ոնց որ հետ են գալի իմ քննարկված թեմային, այս եզրույթը, որ օգտագործում ենք համակարգի փոփոխության հետ կապված, որ Ռուսաստանը այլևս հեգեմոնը չէ հազոր
դերակատարը չի կներեք, տեսնում ենք, որ այս նոր դերակատարը, ոնց որ դուք նշեցիք, այլևս չի համարում Հարավային Կովկասը որպեսի առանձնացված մի տարածաշրջան, այո, բայց ասում է ոչ, այս փոքր տարածաշրջանը պետք է ներգրավված լինի ավելի լայն Եվրազիայի տրամաբանության մեջ։ Այդ առումով, այո, Ղարս-Գյումրի ճանապարհներ եթե բացվեն, այս թրիփի ուղին եթե կառուցվի, Իջևանից դեպի Ադրբեջան եւ այլն եւ այլն, այս ամբողջ ծրագրի նպատակը դա է։ Եթե դա իրականացվի, Հարավային Կովկասը ներգրավում է ավելի լայն եվրազիական տրանսկասպիան միջանցքի ծրագրի մեջ։ Եվ այստեղ կարելի է ասել, որ այո, Ռուսաստանի լծակները, Ռուսաստանի ազդեցությունը այս երկրների վրա կարող է նվազել դրանով իսկ, թե ոչ։ Ռուսաստանը դադարի տեսնել իր գոտին, իր ազդեցության գոտի որպես Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։ Իհարկե, արդեն ահագին մասշտաբով թույլատրել է, այսինքն Ռուսաստանը այլևս քաղաքական ազդեցություն չունի Հայաստանի վրա, օրինակ, իր ազդեցությունը միայն տնտեսական է եւ այն լոկալ պրոքսիները եւ հակաժողովրդավարական ընդդիմության կուսակցությունները որ կան, ովքեր որ աշխատում են Ռուսաստանի հետ։ Այդ առումով Ռուսաստանը այն ճնշման լծակները, որ նա ուներ 93 թվականից հետո, նա այլևս չունի Հայաստանում։ Եվ Արցախի կորուստից հետո եւ էթնիկ զտումից հետո Ռուսաստանը ամբողջովին կորցրեց այն փափուկ ուժը եւ այն սոցիալական եւ քաղաքական կապիտալը, որ նա Հայաստանում ուներ։ Այդ առումով Ռուսաստանի կարողությունը Հայաստանում շատ ահռելի մասշտաբով սահմանափակված է։ Ինքը նույն խնդիրը ունի Ադրբեջանում։ Եթե նա համագործակցում էր Ալիևի հետ, որ Արցախի խնդիրը լուծեր եւ Ալիևը ստացավ ինչ որ ստացավ այդ հարաբերություններից, Ռուսաստանը հույսով է, որ Ալիևը շատ կարեւոր գործընկեր կլինի Ռուսաստանի համար եւ կլինի իր փոքրիկ պրոքսին մեր տարածաշրջանում, որի միջոցով նա կճնշի Հայաստանին եւ իրենք կստեղծեն իրենց այդ Զանգեզուր միջանց կոչվածը, որը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ իրենք նշել էին իրենց տեսանկյունից եւ Ռուսաստանը կվերադառնար տարածաշրջան եւ կուներնար իր ներկայությունը այդ ճանապարհը, որը նա կհսկեր եւ Հայաստանը մեջտեղից կկիսեր։ Բայց տեսանք, որ Ադրբեջանը նախընտրեց, որ հենվի դեպի Միացյալ Նահանգներ համաձայնվեց օգոստոսի 8-ի ներկայացրած ծրագիրներին եւ գնաց դեպի այս թրիփի ծրագիրը։ Այսինքն այդ առումով Ռուսաստանն էլ ամբողջովին կորցրել է իր ազդեցությունը եւ այն լծակները, որ նա ուներ Ադրբեջանում։ Այստեղ մնում է Վրաստանը եւ Վրաստանի դինամիկան ավելի բարդ է։ Այն տրամաբանությունը, որ Իվանաշվիլին եւ Վրաստանի ղեկավարությունը ենթարկվում է Ռուսաստանին, դա մի քիչ չափազանցված է։ Նույն ժամանակ այս ղեկավարությունը իր խնդիրները ունի Արևմուտքի հետ եւ Միության հետ, Միացյալ Նահանգների հետ եւ իրենք չեն կարող ճիշտ քաղաքականություն վարեն, բայց տեսնում ենք, որ Վրաստանը ավելի սկսել է հենվել դեպի Չինաստան եւ ոչ թե Ռուսաստան։ Այսինքն ձեր հարցին պատասխանեմ, Ռուսաստանի ազդեցության, Ռուսաստանի կարողությունը տարածաշրջանում ոչ թե միայն համակարգված մասշտաբով է նվազել, բայց այն երկրներում, որտեղ ինքը ուներ այն ազդեցությունը, այլևս չկա։ Ինչ է ստացվում, եթե Վրաստանը թեքվում է դեպի Չինաստան, Ադրբեջանը պարզ է թեքված է դեպի Թուրքիա, մնում է Հայաստանը։ Հայաստանը թեքվում է ուր։ Մնում է ինչ վիճակ է։ Միացյալ Նահանգների հետ դժվար թե ասես, գնում է թեքվում է դեպի Միացյալ Նահանգներ։ Հարցը ձեզ երևի թե։ Տենց սև ու սպիտակ չի, որ ասում ենք օրինակ Վրաստանը հենվում է դեպի Չինաստան, դա չի կոչվում, նա գտնվում է Չինաստանի կախվածության համակարգի մեջ։ Այլ նա փորձում է ճկուն ռազմավարություն վարել եւ ասել Միացյալ Նահանգներ, եթե դուք չվերականգնեցնեք ձեր հարաբերությունը մեր հետ, մենք շարունակելու ենք մեր տնտեսական հարաբերությունը ավելի ամրացնել Չինաստանի հետ։ Այսինքն իրենք փորձում են այդ քայլեր դիմեն։ Այս առումով, երբ որ ասում ենք Ադրբեջանը հենվում է դեպի Չինաստան, կնես Վրաստանը հենվում է դեպի Չինաստան կամ Ադրբեջանը հենվում է եւ հենվել է դեպի Թուրքիա, սա չի կոչվում, որ իրենք ունեն բազմաշերտ հարաբերություններ տարբեր երկրների հետ։
Այդ առումով Ադրբեջանը շատ ամուր հարաբերություն ունի Թուրքիայի հետ, բայց նա չի գտնվում Թուրքիայի կախվածության համակարգի մեջ։ Նույն ժամանակ Հայաստանի համար պետք չի մենք հենվենք եւ գտնվենք X երկրի կախվածության համակարգի մեջ։ Մենք տեսանք 40 տարվա կախվածության համակարգը մեզ ինչ բերեց։ Այդ առումով բոլոր երկիրները փորձում են իրենց արտաքին քաղաքականությունը այս դիվերսիֆիկացիայի կամ մուլտիվեկտոր տրամաբանություն օգտագործեն։ Հարցը հետևյալն է. որն է կարողանալու ճիշտ դիվանագիտություն օգտագործի եւ ունենա ամենաբազմաթիվ եւ ամենադիվերսիֆիցված արտաքին քաղաքականությունը։ Խաղը դա է։ Ադրբեջանը տեսնում ենք, որ շատ խելացի ձև է վարել, նա ներգրավել է Թուրքիային, Կենտրոնական Ազիային, Միացյալ Նահանգներին սկսեց ներգրավել, Չինաստանին եւ փորձում է կառավարել հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Նույնը հիմա ներկայիս Հայաստանն է անում։ Մենք գնացել ենք դեպի եվրոպական ճանապարհը, արևմուտքի ճանապարհը, ունենք շատ առողջ հզոր հարաբերություն Եվրոպական միության հետ, տարբեր եվրոպական երկրների հետ եւ ներկայիս Միացյալ Նահանգների հետ։ Նույն ժամանակ այս տարվա վերջ մենք ռազմավարական գործընկերության օրակարգ ենք ընկնելու Իրանի հետ, նորը կնքեցինք Չինաստանի հետ, այսինքն մեր ժամանակն է գալու, որ պետք է ձև գտնենք, որ մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ կառավարենք։ Այդ առումով այն տրամաբանությունը, որ այս կողմ կամ այն կողմ, որ երկրի կախվածության համակարգի մեջ են գտնվելու, այդ տեսակի արտաքին քաղաքականությունը այլևս չի աշխատում։ Եվ փոքր երկիրները նամանավանդ փոքր ժողովրդավարական երկիրները նա պետք է բազմաթիվ հարաբերություններ ստեղծեն բազմաթիվ գործընկերների հետ։ Շատ շնորհակալություն, մնում է մեկ հարց, որը ձեզ պատրաստել էի, որ ուղեմ ձեզ։ Վենսի խոսքում կար այսպիսի միտք, Փաշինյանը, նա գովեց Փաշինյանին, ասեց նա կարողանում է կառուցել եւ կարողացել է կառուցել երկարատև գործընկերություն եւ ես աջակցում եմ նրան։ Շատերը դրա մեջ տեսան միջամտություն, քանի որ նախընտրական շրջան է, միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ աջակցություն հայտնեց, ասում են, որ Վենսը այսպիսով աջակցություն հայտնեց Փաշինյանի տեխնացությանը։ Այսպես է պետք դիտարկել արդյոք Վենսի այդ խոսքերը եւ ինչու նա այդպիսի հայտարարություն արեց նախընտրական շրջանում Հայաստանի։ Իհարկե ոչ, ոնց կարող է աջակցություն լինի միջամտել։ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ աջակցել դա ընդունված է։ Անգլերենով ասում են endorsement։ Այսինքն յուրաքանչյուր պահին Միացյալ Նահանգների նախագահան ունի այդ իրավունքը կամ փոխնախագահան եւ այլն, որ ասի մեր տեսանկյունից սա մեր նախընտրած տեխնացում, որովհետեւ մենք ունենք լավ հարաբերություն, մեր շահերը բխում են եւ այլն։ Սա տրամաբանական է։ Միջամտումը կլինի այն պահին, երբ որ անում է անում ինչ որ Ռուսաստանն է անում, այո, հիբրիդային հարձակումներ, ինֆորմացիայի հակամարտություն, կիբեր հարձակումներ, որը բոլորս շատ լավ հասկանում ենք ինչ է լինում, օգտագործել իրենց լոկալ պրոքսիները, որ ունենան քաղաքական անկայունություն, սա է միջամտումը։ Գումարներ մտցնել երկիր, որ նորից ժողովրդավարական համակարգը պղտորել, Միացյալ Նահանգները այդ տեսակի բաներ չի անում։ Այո, այդ առումով եթե ասում են, որ մենք այս անձին աջակցում ենք, որովհետև իր վարչակազմի ժամանակ, իր պետքարտավարության ժամանակ մենք տեսել ենք աճ, մենք տեսել ենք խորը հարաբերություններ, առողջ հարաբերություններ, մենք ներկայիս գտնվում ենք այն իրավիճակում, որ մենք երբեք պատմական մասշտաբով չենք ունեցել։ Բնականաբար նորմալ է, որ իրենք աջակցում են։ Այսինքն սա չի գնահատվում որպես միջամտություն ներքին գործերին։ Այդպես բացառվում է ձեզ։ Բարի, այսպես ամփոփենք, ձեզ էլի տանջում եմ, մի քիչ 5 րոպե եւս, եթե կարելի է։ Ամփոփելով Վենսի այցը, ինչ ունեցավ Հայաստանը։ Դրական եւ մտահոգիչ։ Ես անպայման գիտեմ, որ դուք դրականն եք ընդգծելու, բայց մտածենք արդյոք կա մտահոգվելու, քանի որ կան այդպիսի եւ գրառումներ եւ հայտարարություններ, որ կա ինչ որ բան, որից պետք է մտահոգվել։ Դրա համար ես ուղղում եմ ձեզ, արդյոք մնաց ինչ որ բաց հարց, արդյոք մտահոգիչ ինչ որ երանգներ կան մնացել են, որոնք դեռ հետագայում իրենց պատասխանները պետք է ստանան։ Այցի ամփոփումը։
Այո, նայեք, դրականները քննարկել ենք մտահոգիչ պահերով, շատ բաները ընդդիմությունը կամ Միացյալ Նահանգների դաշնակներ եւ այլն, ովքեր որ սիրում են ստել եւ անազնվությունով զբաղվել, իրենք օգտագործում էին Իրանի վտանգը, մեր հարավանն ենք վնասում եւ խնդիրներ ենք ունենալու եւ այլն, այդ տեսակի բաներ ոնց որ մենք քննարկեցինք չի իրականացվում։ Բայց իմ տեսանկյունից զուտ անվտանգության մասնագիտության տեսանկյունից որն է ռիսկի հավանականությունը եւ որ տիրույթում Առաջինը, որ պետք է առողջովի քննարկենք եւ հասկանանք, որ այս վայրենցի այցը մեզ ինչ ցույց տվեց։ Ունի Միացյալ Նահանգները այն մակարդակի ճնշման լծակները Ադրբեջանի վրա, որ մենք նախատեսել ենք։ Եթե այո, ուրեմն կունենանք արդյունքներ, եթե ոչ, մենք ուրեմն պետք է զգույշ լինենք։ Այսինքն մեր գերիները օրինակ չեն ազատվել։ Երբ որ մենք քննարկում էինք Վենցի վարչակազմի հետ, իրենք ասացին, որ իրենց համար շատ կարևոր խնդիր է եւ իրենք մաքսիմալ ճնշում են դնելու Ադրբեջանի վրա։ Երբ որ որոշեն մաքսիմալ ճնշում դնեն, որն է լինելու արդյունքը։ Ռիսկի առումով, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգների համար մաքսիմալ ճնշումը որն է եւ որն է արձագանքը Ադրբեջանից։ Հիմնված այդ տեսակի մոտեցումներին մենք կարող ենք մշակենք մեր ռազմավարությունը։ Դա առաջինն է։ Երկրորդ օրինակ խոսակցություն է գնում այս միջուկային էներգետիկայի հետ կապված համաձայնության եւ այս փոքր մոդուլար ռեակտորները, որ պետք է կառուցվի, սա սկզբից 5 միլիարդ դոլարի ծրագիր է, դրանից հետո մոտավորապես 20-25 տարի, որ այս ռեակտորները պետք է մատուցվեն, մոտավորապես 4 միլիարդի։ Ֆինանսավորումը ոնց է լինելու։ Այո, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, մեր գործընկերները որ տեսակի փաթեթներ են ներկայացնում եւ այդ փաթեթները բայց ցավոք սրտի դաշնի դրանց մասին խոսամ բայց ինչի են նմանվելու եւ Հայաստանը ոնց է օգտագործելու այդ փաթեթները որ իրականացնի շատ ժամանակ մասնագետները այս թեմայով քննարկելն ասում են որ այո 10 տարի նախատեսել կառուցենք բայց իլումա 12-13 տարի ինչ է լինելու մեծամորի վիճակը եւ եթե 2-3 տարվա այնտեղ խնդիր ունենանք ոնց է դա լուծվելու այո բնականաբար շատ առողջ ռիսկեր կան որ մենք պետք է քննարկենք, բայց սրանք քաղաքականացված ռիսկեր չեն։ Սա է կարևորը, քաղաքականացված մասշտաբով այստեղ ռիսկ չկա, բայց տեխնիկական մասշտաբով բնականաբար։ Այդ առումով պետք է մենք շատ առողջ ձևի մոտիկանանք այս հարցին եւ ռիսկերն առողջ ձևի քննարկենք եւ դրական իրադարձություններ քննարկենք։ Բայց երբ որ նայում ենք ասենք որն է ռիսկը, որ Միացյալ Նահանգները Հայաստանին բարձր ռազմական տեխնոլոգիա է ծախում։ Ազնիվ բացառն ինչ ռիսկ, այո, կամ որն է ռիսկը, որ Միացյալ Նահանգները արդեն պատրաստ է, որ ֆինանսական փաթեթները կազմում, որ արդեն Թրամփի ուղին թրիփը սկսենք իրականացնել։ Որն է ռիսկը։ Սրանք միայն դրական իրադարձություններ են, բայց այո, եթե նայում ենք հեռանկարը, երբ որ նայում ենք մեր հարևանի պահելաձևը եւ երբ որ արդեն մտնում ենք հավանականության տիրույթի մեջ, բնականաբար պետք է ռիսկը առողջևի քննարկենք։ Շնորհակալ եմ, փաստորեն նոր ճանապարհի սկիզբ ենք ազդարարում, այո։ Այո։ Եվ ավելի ինտենսիվ աշխատանքների, տնային աշխատանքների նորից սկիզբ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Կոպալյան, ձեր տրամադրած ժամանակի համար եւ ձեր պատասխանների համար, անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանի հետ էինք զրուցում։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։